Կամ մարդ, որ մտածում է, թե Բագրատ Սրբազանն ու թիմը ահաբեկիչներ են, կասկածում եմ, թե ՔՊԱ-ականները անգամ այդպես են մտածում։ Մարդկանց տարել լցրել են բանտերը, իբր թե ահաբեկչություն էին ուզեցել անել 1 տարի առաջ։ Իրենք էլ կանխել են ու անհասկանալի է, թե ինչպես են այսօր կանխել 1 տարի առաջվա ահաբեկչությունը։ Բոլորն ասում են հիմար գործ է։ Սրանք մի 15 հոգու կալանավորում են, սրբազանների են կալանավորում, падգամավորի են անձեռնմխելիությունից զրկում, ներկայացնում են իբր դարի հանցագործություն են բացահայտել։ Մեկ էլ գործը մտնում է դատարան, հերթով ազատվում են բանտային կալանքներից, որովհետև չնայած ահաբեկիչ են ներկայացնում, բայց անգամ կալանքի տակ պահելու նվազագույն հիմնավորումը չկա։ Պատգամավոր Արթուր Սարգսյանը, Միքայել Սրբազանը, Բագրատ Սրբազանը, եթե ինչ-որ բան են խոսել, դա հանցանք չէ, իսկ որ դուք այսօր աչքներիս առաջ եք անում, տեսախցիկների առաջ եք անում, այնինչ խոսում եք, պառակտում եք ու հրահրում եք թշնամանք, էլ ատելություն, այդ ամենը հանցագործություն է, այ հենց դա է հանցագործությունը։ 80 տարեկան մարդուն նստացնում են կալանքի տակ իբր ՔՊԱ-ականների նկատմամբ ահաբեկչության փորձի համար, մեկ էլ ազատում են կալանքից, որովհետև մեղադրանքը ցնդաբանություն է։ Մարդկանց են բռնում, իբր Ռուսաստանում պատրաստվել են, որ գան Հայաստան ահաբեկչություն անեն, մեկ էլ ամիսներ անց բաց են թողնում, որովհետև տակը բան չկար, բացի իրենց հայտարարածից։ ՔՊԱ-ական իշխանությունը ամենազազրելի քայլերին է գնում աթոռը վերջին ճիգով փրկելու համար։ Ամենայն հավանականությամբ հասկացել են, որ վերջնական պարտության եզրին են, ու հիմա մտքներով ինչ անցնում է, փորձում են, տեսնելու, թե որ մեթոդը կաշխատի մարդկանց վախեցնելու, զատնի դնելու, մի քիչ էլ իշխանությունը երկարացնելու, վերընտրվելու համար։ Փաշինյանը առնում է իր պարտության հոտը և ելքը չիմացող մարդու պես կախվել է փրփուրներից։